կոշն արտահայտել է նաև առակներում։ Մի անգամ աստղերն հավաքվեցին իմի եւ նրանցից ամենաձերերն ասացին. «Մենք բազում ենք ու շատ, ուրեմն ինչու չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը, փոխարինելով լուսնին եւ արեգակին»։ Որովհետեւ միաբանությամբ չենք վարվում, պատասխանեց մեկը, եւ որոշեցին նախ հալածել արեգակին։ Բայց երբ լուսինը ծագեց հաղթվելով նրանից, աստղերն ասացին. «Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ինչ կլինենք, երբ արևը ծագի»։ Զղջացին աստղերը եւ խոստովանեցին իրենց պարտությունը։ Արևի եւ լուսնին փոխարինելու աստղերի ցանկությունը մեծամտություն է եւ հպարտություն, քանի որ նրանք վստահ էին, որ միասին կկարողանան փոխել Աստծո սահմանված կարգերը եւ մարտահրավեր նետել Աստծուն։ Սա նման է այն անձանց, ովքեր գերագնահատում են իրենց ուժերը եւ հպարտանում մեղք գործում։ Հենց որ աստղերը հանդիպեցին լուսնին, նրանք խամրեցին եւ այստեղ խամրելը խորհրդանշում է նրանց զղջումը։ Նրանք գիտակցում են իրենց մեղքը եւ ընդունում եւ ապա խոստովանում, այսպիսով հետ կանգնելով ավելի մեծ մեղք գործելու գայթակղությունից։ Այդպես էլ մարդիկ զղջալով եւ ապաշխարելով կարող են հեռու մնալ հանցանքներից եւ մեղքերից։